կատակակլիզմեր են սպասում, որովհետև դա բնությունն է արթնացել եւ բնությունն է հաշվի հարթար տեսնելու մարդու հետ։ Ինչու՞։ Որովհետև մարդը ինչ ստեղծել է բնությունը, դա հավիրում է հենց իր սեփական ձեռքով, ուղեղով, չարությամբ, նախանձությամբ, ատելությամբ եւ այլն, վնասելով կենդանիներին, մարդկանց, չկամենալով բարի մարդկանց լավը, աղտոտելով ինչ շուրջն է, անգամ բերանից, խոսքերը աղետ բերելով մարդկանց։ Հաջորդ տարին կարող է բոլորը մտածեն շատ լավ է լինելու, բայց ոչ բոլորի համար։ Կհիշեք, ես իմ առաջի ալիքումից, թե այստեղ չեմ հիշում, Էկոնոմիստ թերթից էի խոսում, որը հանելուկային Ամերիկայում նշաններ էին տվել, որպեսզի մարդիկ հասկանային, թե ինչ է սպասվում ամբողջ աշխարհին։ Ուրեմն դա բրիտանական հենց ինքը The Economist ամսագրի շապիկի վրա է եղել պատկերված, բավականին խորհրդավոր, որ ես ձեզ ցույց եմ տվել։ Դա հենց Ռոթշիլդների խոսափողն է, այդպես նրանք հասկացնում են, թե ինչ մեսեջով են իրանք ուղարկում, ինչ է սպասվելու։ Դրանք սկիզբ են առել տարիներ առաջ, աշխարհի տարբեր անկյուններից այստեղ փորձագետները ենթադրություններ են անում այն մասին, թե ինչ է սպասվում մեր մոլորակին գալիք տարում բառացիորեն, մանրադիտակի տակ ուսումնասիրելով գծերի եւ խորհրդանիշների այդ բաց սիմվոլները, ցանցը։ Մենք տեսել ենք հրթիռներ, տանկեր, շատ վախենալու պատյան։ Հաջորդ տարին ավելի քաոսային է, քան այս մեկը։ Կարծես թե այս տարին լիովին անկազմակերպ կլինի, բայց ոչ, կա զանգվածային անվերահսկելի տեխնոլոգիական զարգացում։ Ամբողջ աշխարհում կարող են բռնկվել բազմաթիվ ռազմական հակամարտություններ։ Ես նաև խոսել էի, որ 26 թվականին հնարավոր է Ուկրաինան